Ակցիայի մտահղացումը առաջացավ այն ժամանակ, երբ հասարակական այդ կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում էին լիդերների դպրոցի դասընթացներին։ Կինը որպես լիդեր, դրա առանձնահատկությունները, հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարում եւ այլն։ Այնուհետև իրենց լիդեր համարող տարբեր ՀԿ ներկայացնող երիտասարդ մի խումբ կանայք ու աղջիկներ որոշեցին ստեղծել ՀԿ-ների մի կոալիցիա ու նախաձեռնել որևէ ակցիա։ Ընտրությունը կանգ առավ Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի վրա, որը մի շարք առանձնահատկություններ ունի։ Սահմանային գյուղ է, դպրոցական մասնաշենք չունի, ունի բազում խնդիրներ ու կին լիդեր։ Համայնքի ղեկավար Աղունիկ Հազարյանը համաձայնեց, որ ղեկավարած գյուղը դառնա կոալիցիոն 15 ՀԿ-ների թիրախային գոտին։ Սահմանամերձ գյուղի առանձնահատկությունը նրանումն է, որ ինքը պաշտպանում է նաև պետության անվտանգությունը։ Խնդիրը միայն համայնքի պահելը եւ կարգավորելը չի, նաև խոսքը գնում է պետության անվտանգության մասին եւ այստեղ շատ ծանր գործ են կատարում կանայք։ Ղեկավարությունը մեր պետությունը կարծես թե զերծ է պահում իրեն հաճախել սահմանամերձ գյուղերը եւ ես կուզենայի, որ մեր երիտասարդները բազմիցս այսպիսի միջոցառումներ կազմակերպեին ոչ միայն օգտական օգնության։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մեր գյուղի բնակչությունը կարծի, թե միայն պետք է անընդհատ իրենց օգտեն, չէ։ Եկեք մտածենք ավելի շատ հոգեկան մեր ներդրումների մասին։ Մինչև նվերների հանձնումը ակցիայի մասնակիցները քննարկեցին հետագա անելիքները ու ինչպես օգնել սահմանային գյուղին։ Առաջարկ եղավ համայնքի բնակիչներին օգնել ոչ միայն նյութապես, այլ կրթական տարբեր ծրագրեր իրականացնելով գյուղում, համակարգչային դասընթացներ, գյուղում մանր բիզնեսի ծավալում եւ այլն, այսինքն յուրաքանչյուր ՀԿ ըստ ոլորտի ուղղվածության։ Ցույցը պետք է տալ այլ քարտը պետք է տալ, այսինքն պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ իրենց գործը կարողանան զարգացնել։ Եվ նորից իմ կարծիքն եմ ասում, որ տվյալ համայնքում թեկուզ հիմնական ազգաբնակչությունը կանայք են, համենայնտեղս կանանց համար եւս կարելի է ստեղծել մանր բիզնեսը եւ այդ մանր բիզնեսի օգնությամբ հնարավոր է առաջ տանել այդ ամբողջ գյուղի տնտեսական զարգացումը։ Հայկական Կարմիր խաչի առաջին օգնության բաժնի ղեկավարը խոստացավ համայնքի աշակերտների համար դասընթաց կազմակերպել, իսկ իրավապաշտպան ՀԿ-ները գյուղացիներին բացատրել սեփական իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիական հասարակության այս բոլոր ձեռնարկների իրազեկման ու հասարակական ամենատարբեր խավերին ակցիային ներգրավելու հարցում կոալիցիոն ՀԿ-ներին օժանդակում են Նոյեմի երիտասարդ ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունը։ Մեր ակցիան չէր կայանա, եթե չլիներ Նոյեմի հասարակական կազմակերպության աջակցությունը։ Շնորհիվ Նոյեմի հասարակական կազմակերպության հնչեց հայտարարությունը Շիրակի մարզով, Կալահերոստանգերության։ Շնորհիվ Նոյեմի հասարակական կազմակերպության մենք հնարավորություն ունեցանք ընդլայնելու մեր աջակիցների թիմը։ Եվ շնորհիվ Նոյեմի հասարակական կազմակերպության մենք հնարավորություն ունեցանք լուսաբանելու Արեգնադեմ գյուղի հիմնախնդիրները հեռուստատեսությամբ։ Այսօր զանգվածային լրատվամիջոցները շատ մեծ դեր ունեն քաղաքացիական հասարակության կայացման գործում, քաղաքացի դաստիարակելու գործում, ակտիվ քաղաքացի դաստիարակելու գործում եւ ոչ մի միջոցառում չի կարող լիարժեք կայանալ, եթե հասարակությունը իրազեկված չէ։ Ես քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի անունից եւ Լիզեր կանանց խորհրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Նոյեմի հասարակական կազմակերպությանը ջերմ աջակցության համար եւ սիրով խոսքը փոխանցում եմ կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանին։ Խանդավառությամբ մասնակցեցինք այս ակցիային, ունենալով մեր ներդրում, ինչպես ասաց արդեն Տիկին թե հայտարարության թե լուսաբանելով ակցիան, ինչպես նաև մեր հասարակական կազմակերպության կամավորների օգնությամբ հավաքել եք, ասենք, հագուստ, հագուստի տեսքով եք ուզում աջակցել նաև ձեր Արեգնադեմ գյուղին ու մենք էլ ենք շնորհակալ Տիկին Ասրանին կազմակերպելու համար նմանատիպ ակցիաներ, այսինքն համագործակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ու հուսով ենք, որ նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական։ Արտահայտվելու հնարավորություն տրվեց նաև Արեգնադեմի կին լիդեր համայնքի ղեկավար Աղունիկ Հազարյանին, ով հայտնեց իր պատրաստակամությունը բոլոր տեսակի ակցիաներին ներգրավելու համար։ Վերջում առանձին շնորհակալագրեր ստացան այս ակցիային ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած 5 հասարակական կազմակերպությունները։
Համասանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի եւ լիձեր կանանց խորհրդի կողմից շնորհակալագիր թույլ տվեք հանձնել Նոեմի հասարակական կազմակերպությանը։ Կանայք հանուն զարգացման հասարակական կազմակերպությանը։ Գյումրու հաշվապահների եւ ֆինանսիստների միություն հասարակական կազմակերպությանը։ Սա կոալիցիոն ՀԿ-ների բարեգործական ակցիայի առաջին փուլի շրջանակներում, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա արդեն այլ գաղափարների շուրջ։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։